Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան պարոն Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ պարոն Սարգսյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Շնորհակալություն հրավերին։ Ինչ զգացմունք, ասես, չապրեց ամբողջ աշխարհը երևի թե զարմանք, հաստատություն, զայրույթ, հետևում էին Թրամփ, ընդհանրապես ուկրաինական այս իրավիճակին, որը Թրամփը կոնֆլիկտ է անվանում, ամբողջ աշխարհը պատերազմ է անվանում, Ռուսաստանն էլ, չգիտեմ ինչ, հատուկ օպերացիա է անվանում։ Եվ այսպես ես բերեմ փորձագիտական, այսպես համաշխարհային քաղաքագիտական, փորձագիտական միտքը երկու բան առանձնացրեցի, գաղափար առանձնացրեցի։ Առաջինը, ասում են ինչ որ տեղի է ունենում դա շոու է, իսկական բանակցությունները դռնփակ են, եւ մյուս կողմը ասում է շատ բարդ իրավիճակ է, եւ արևմուտքի ամենահզոր երկիրը առաջին հերթին մտահոգված է տնտեսական օգուտներ քաղելով, նրա թքած ունի դա Ռուսաստանն է, Ուկրաինա է, ինչ է, նա տնտեսական օգուտներ է քաղում եւ դրա մասին պետք է բոլորս մտածեինք, Կրեմլը այդ մասին առաջինն է հասկացել։ Ինչ է տեղի ունեցել այս մեկ շաբաթվա ընթացքում ձեր գնահատմամբ։ Դե մեծ հավանականությամբ ես պետքա հիմա չարժպիտով ասեմ, բայց ես դες զգուշացնում էի, չէ՞։ Ասենք հենց ձեր եթերում եմ քանի անգամ ես գնահատական տվել Թրամփին որպես քաղաքական գործիչ, որը պարզ էր 16-20 թվականներից։ Տնտեսական չի այս պատմությունը, Ուկրաինայի պատմությունը հիմնականում ոնց ասեմ, պայմանավորված է Թրամփի անձնական ատելությամբ Զելենսկու նկատմամբ, որը հայտնի է եւ որը իր առաջի ժամկետից է եկել, երբ Զելենսկին չհամաձայնվեց, դա այդպես ստացվեց, որ չհամաձայնվեց, այնտեղ կարելի էր տարբեր մեկնաբանություններ անել, բայց փաստը մնում է փաստ, որ Զելենսկին Բայդենի որդու վրա քրեական գործ չհարուցեց, FBI-ին չտվեց այդ հնարավորությունը եւ որպես արդյունք Թրամփը իմպիչ ստացավ, այսինքն այնտեղ իմպիչմենտի հարց առաջացավ, կոնգրեսը հատկացրել էր $500 միլիոն չափ գումար, Թրամփը իր սեփական ուժերով կասեցրեց, դա առաջի բանը 19 թվականի կողմերն է 19-20 ինչ որ տենց։ Սա սրանով է պայմանավորված, մենք գիտենք, որ Թրամփը շատ հիշաչար է, հիմա մեր Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները կարող են դա տեսնել նաև օրինակ նրանով, որ ինքը ասենք ABC-ում կամ CBS-ում որ հումորիստական շոուների այդ հոստերի վրա է փորձում բան անել, փորձում աշխատանքից անել եւ այլն։ Ինքը շատ հիշաչար, առանց բանի հումորի շատ չար անձնավորություն է, փորձը ցույց է տալիս, որ նաեւ ինչ որտեղ դեմենցիայի բաներ ունի, որովհետեւ թվերի հետ բարեկամական հարաբերություններ չունի, իր մոտ այս մի շաբաթվա ընթացքում օգնությունը 500 միլիարդ, հետո դարավ 300, հետո դարավ 350, այսինքն նույն մարդն է խոսում, նույն թվի մասին է խոսում, բայց իր մոտ տենց ամեն օր նոր թիվ է։ Դա նշանակում է, որ իր մոտ բավականին լուրջ խնդիր կա կոգնիտիվ, ինքը չի կարողանում հիշել նյութերը։ Հետո ուշադրություն դարձնեք, երբ որ ինքը օրինակ Մասկի հետ որ խոսում էր, Մասկն էլ իր մինիմեին էր բերել իր որդուն, ինքը տենց բավականին լուրջ անջատված բան։ Դե ամեն դեպքում Թրամփի հոգեբանական պատկերը մեզ պարզ է։ Բայց բոլորը նայում են Թրամփին եւ Թրամփից է կախված կարծես թե այս խնդրի հանգուցալուծումը եւ ամբողջ աշխարհում տեղ Ուկրաինան վաղուց ունի իր սեփական սուբյեկտություն։ Ու այդ սուբյեկտությունը ինքը ձեռք է բերել այն ժամանակ, երբ որ Կիևը 3 օրում Պուտինը չվերցրեց։ Եվ խոսել նրա մասին, որ դուք կարող եք Ուկրաինայի հաշվին պայմանավորվել առանց Ուկրաինային ասելու կամ առանց Ուկրաինայի կարծիքը հաշվի առնելու, դա բավականին ծիծաղելու վիճակ է, որովհետև ոնց որ 22 թվականի փետրվար-մարտ ամիսներին մինչև ապրիլ, նույնիսկ Բուչայի Իրպենի անելով, այսինքն ռազմական հանցագործությունները, որոնք ընդհանուր մինչև ցեղասպանություն ունեն, Պուտինն էլ էր այդպես ուզում պայմանավորվել առանց Ուկրաինայի հարցը լուծել, դե ոնց չի ստացվում։ Հիմա հավանականությունը, որ Վաշինգտոնում նստած անձնավորությունը, որը թվերի հետ լավ բարեկամ չի ու լրջագույն խնդիրներ ունի ներսում, կկարողանա առանց Ուկրաինայի այդ հարցը լուծել, զրոյական է, որովհետև որպեսզի Ուկրաինան հանձնվի, պետք է հանձնվի Ուկրաինայի ժողովուրդը։ Իսկ շատ կներեք Ուկրաինայի ժողովուրդը
Տրամպի կողքը 10 հատ է Տրամպը տնես հանձնվող չէ, իրենց մի քիչ հանձնվելու համար մի քիչ ուրիշ պայմաններ են պետք, խիստ կասկածում եմ, որ այդ պայմանները հնարավոր է ստեղծել։ Այսինքն պատերազմը շարունակվելու է այնքան, մինչև ուկրաինացի կցանկանան մնալ ուկրաինացի, որովհետև հակառակը այդ պատերազմի դա Ուկրաինայի ոչնչացումն է մշակույթով, ազգով եւ որտեղ այնտեղ կար դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա եւ սա այդ մնացած դեները Պուտինի։ Ինչ է անում Տրամպը մեծ հավանականությամբ ներքին խնդիր է լուծում, որովհետև լինելով հիշաչար, մի քիչ բութ եւ իր կողքը ունենալով Մասկին, դրան առանձին կանրադառնանք այդ անձնավորությունը ինչ է արել, ինքը հասկանում է, որ ոչ մի խոստում չի կարողանում կատարել։ Նախ միգրանտների հանելը, որը որ ըստ իրա, չգիտեմ, այնտեղ շուտ թիվ էին հաշվել 260,000 մեքսիկացի, 200 քանի հազար պուերտորիկացի, ամեն դեպքում այդ մարդկանց որպեսզի վտարես Ամերիկայի Միացյալ Նահանգներից, պետք է ծախսես ավելի շատ գումար, զուտ բանով, հա, տենց անվտանգության տեսանկյունից իրենց հանելու, ավելի շատ գումար պետք է ծախսես, քան եթե իրանք մնան Ամերիկայում։ Բացի դրանից, իր բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ըստ ծննդյան վայրի քաղաքացիությունից զրկել բան, դրանք բոլորը կանգնել են։ Հիմա ինչ անում Տրամպը, պարզ է, ինչ-որ մի բան պետք է ցույց տա մի հատ խաղաղություն Գազայի հատվածում ոնց որ թե ստացվում է, բայց ոնց որ թե չի ստացվում, որովհետև այն ինչ ինքը ասաց, որ ես հեսա կգնեմ Գազայի հատվածը, հաջորդ օրը կոնգրեսականները ասեցին ոնց որ դու գումար չունես դրա համար, ասեց չէ, չեմ գնի, բայց իմը կլինի, Նետանյահուն ասեց հա, մենք կտանք, բայց հետո երևի թե հասկացրեցին, որ տղա ջան, դա նշանակում է էթնիկ զտում, որովհետև քո ասածը, որ այնտեղ պետք է մարդ չմնա, ուրիշ Ամերիկան չի կարող այդ քայլին գնա։ Հիմա պարզ է, այդ հարցը չի փակվում։ Նորմալ է, չի փակվում։ Ինչ ամնում իր մոտ մենք Ուկրաինա։ Ուկրաինայում ինքը համարում է, որ Պուտինին չի կարողանա ինքը կոտրի, որովհետև այդ բանի տակ ճարերը ցույց են տալի, որ ինքը ռուսական ռոպագանդայի տակ ամբողջությամբ Զելենսկու 4%, բան այնտեղ միլիոնավոր զոհեր Ուկրաինայի, սա հեքիաթներ է ռուսական, որը իրան բան են անում։ Մեծ հավանականություն կա, իդեպ որ ինքը ժամանակին 87-88 թվականներին առաջին անգամ որ սովետայք են վաղտվանից են դրան ագենտ սարքել, որովհետև նմանատիպ անհեթեթ ռուսական ռոպագանդան կարա պայմանավորված լինի մենակ ճնշումով։ Ես չեմ հավատում, որ ասեք մարդը այդքան սաղոր տվիտարում է, ասենք հնարավոր չի էլ որ դու չտեսնաս ինչա կատարվում։ Բացի այդ ինքը տվյալներ չեն տալիս իրեն սեղանին։ Դա կապված է նրա հետ, որ մյուս մեծ հավանականությամբ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող նաև այդ մինիմի այդ միլիարդատեր չարիք, sense բան Մասկ կոչվածը ցրել է բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարող էին բան անեին, հա, օրինակ իրանք CIA-ը ցրեցին։ Իրանք ֆեդերալ կառավարության մեջ կոլապս են ստեղծել։ Հատուկ երեք նայել եմ, ֆանտաստիկ բան, ուրեմն ամբողջությամբ աշխատանքից հեռացրել են այն ստաֆը, որը զբաղվում էր միջուկային զենքով։ Այսինքն թե ստեղծում պահպանում, ստեղծում, հատուկ պահեստների կառուցում, այդ պահեստների վերահսկողություն, բան, աշխատանքից հանել են։ Դե այդ Մասկի բաները էլ, այդ խումբերին բինդերը, այդ որ բերել է լակոտներին 18-20 տարեկան ինչ-որ անհասկանալի պերսոնաժներ են, որոնք բան են։ Հատուկ նշում են BBC-ն է, Մոլփաթորը հանել են աշխատանքից, երկուշաբթի օրը եկել են, տեսել են ոնց բամիջուկային զենքը, 3 շաբթի փորձել են վերականգնել աշխատանքի տեղը։ Հիմարությունը գործողության կայանում է նրանում, որ աշխատանքից հանելուց հետո իրանց աշխատանքային էլեկտրոնային փոստի արկղները փակվել են։ Իսկ երբ որ իրանց 3 շաբթի օրը կանչել են աշխատանքի, նամակները գրել են այդ փոստերին, որտեղ ուրիշ կոնտակտ չկա։ Տիպիկ մասկական շարժում, մի հատ ուրիշ պատմություն, բանի հետ կապված, սննդի անվտանգության հետ կապված վարչությունը, որը բաղկացած է 14 հոգուց, հրահանգ են տվել 25%-ը կրճատել։ Այն որ ասում եմ մի րոպեով սենց կանգ են կառնում ու հասկանում են, որ 14 հոգու 25%-ը դա 3.5 մարդ է։ Ու սենց հարց է առաջանում, այն կեսը ինչ են անելու։ Այսինքն այդ կարգի
Ընդհանրապես որևէ կապ չունեցող պետական կառավարման հետ թիմը այնտեղ նստած։ Դուք հարցնում եք, արդյոք Տրամպին ասում են ինչա կատարվում։ Ես ձեզ պատասխանում եմ, մարդը թույլ է տվել, որ իր միջուկային զենքի անվտանգության զբաղվող վարչությունը ցրեն ինչ որ պրիշիկոտ լակոտներ։ Ընդ որում հետո չեն կարողանում վերականգնել։ Իսկ ձեզ ոնց է թվում Ուկրաինայի ճակատի մասն իրան ճիշտ են զեկուցում թե չէ։ Ամեն անգամ ինչ որ հիմար թվեր ասում 4% Զելենսկու վարկանիշ։ Զելենսկու վարկանիշը 4% չի եղել երբեք։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ ինքը Կրիվոյ Ռոգի KVN-ի թմի կապիտան էր։ Այսինքն չկա այդ թիվը, ես չգիտեմ որտեղից է։ Բացի նրանից, որ իրան Պեսկովը SMS-ով գցում է այդ թիվը, ուրիշ 5 հերբան չկա։ Լավ, մի քայլ առաջ դնենք եւ նայենք զարգացումները ուր վերեցին, հասցրեցին։ Զելենսկին հույսը դրել է Թուրքիայի վրա, ասում է Թուրքիայի Զելենսկին ասում է Թուրքիան անվտանգության երաշխիքներ կտրամադրի եւ Վենսի բերեմ մի մեջբերում Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն էլ ասում է Զելենսկու հարձակումները Թրամփի վրա հակառակ ազդեցություն կունենան նրան թե ինչու էր նա հարձակվել Թրամփի վրա։ Նախ եկեք սկսենք այնտեղից, այնտեղ դուք շատ կարևոր բան ասեցիք, G7-ը եւ ՆԱՏՕ-ն։ Դա դեռ չեմ հասել, մենք մինչ հանդիպումն էինք։ Ուրեմն ինչ վերաբերվում է Էրդողանի մոտ Զելենսկու բանին, ինքը չի ասում, որ Թուրքիան երաշխավոր։ Ինքը ասում է, որ Թուրքիան էլ կարա մասնակցի Եվրոպայից բացի։ Պետք է հասկանալ, որ այսօրվա դրությամբ Թուրքիան Ուկրաինայի համար ապահովում է Բոսպոր դարդանելով թե ուկրաինական ծորենի եւ բանի ելքը մուտքը, բացի դրանից 2 կորվետ է կառուցել ռազմական նավեր եւ ժամանակ առ ժամանակ զենք զինամթերք է տալիս։ Բացի դրանից, ասենք Բայրակտարի գործարան է կառուցում, ու կտա չի տա էական չի։ Ինչ որ զրահամեքենաներ է տալիս։ Որն այսինքն Թուրքիան այս պատմության մեջ մանավանդ, որ ի տարբերություն Բայդենի Էրդողանը խոսում է բաց դրա մասին, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է, այսինքն Էրդողանը կրկնում է եվրոպական նարատիվ։ Չի կարող Թուրքիան դիտարկվել Եվրոպայի մեջ։ Դրա համար Զելենսկին լինելով Անկարայում, ինքն դեռ ասում է, Եվրոպան պետք է լինի, Թուրքիան պետք է լինի, նորմալ է, որովհետև ասենք նստած է այդտեղ։ Առավել ևս, որ Թուրքիան օրինակ կարողացավ Ազովի տղաներին ռուսներից վերցնել եւ տալ, ինչի դիմաց ուրիշ հարց է, բայց արել է ուկրաինական բանի տեսանկյունից, establishment-ի տեսանկյունից Ազովի հրամանատարությունը, որը որ Ռուսաստանում մեծ հավանականությամբ կմեռներ, Թուրքիան ապահովեց, որ իրանց ընդեղից վերցնեն, պահեն եւ հետո վերադարձնեն Ուկրաինային։ Ազովը բայց ճիշտ չի այդ ձևակերպումը, որ Զելենսկին միայն հույսը դրել է Թուրքիայի վրա։ Ընդհանրապես ոչ։ Որտեվ դա տարածվում է, դրա համար եմ ես այդ մասին հիմա բարձրացնում, չէ, շատ ես գիտեմ ով է տարածում են ռուսամոլները։ Մյուս հարցը ինչ է հետ է կապված։ Մյուս հարցն էլ արդյոք այդ Վենսը, որ ասում է Զելենսկին հարձակում է, ձևակերպում արդեն կա։ Զելենսկին հարձակում է Թրամփի վրա եւ դուք էլ մի քիչ առաջ ասացիք Տեսեք, Զելենսկին չի բանանում։ Տրամպը ինչ որ խոսում է, բավականին կոշտ արձագանք պետք է ստանա, որովհետեւ չհիմնավորված շատ վատ ինտոնացիաներով եւ բոլորի համար հասկանալի պատճառներով ինքը փորձում է ոչնչացնել Ուկրաինայի իմիջը եւ ամենավտանգավորը այն է, որ ինքը սեպարատ բանակցությունների է գնացել Ռուսաստանի հետ։ Ընդհանուր առմամբ սեպարատ պայմանավորվածությունների գնալը դավաճանություն է։ Ռազմական դրության ժամանակ դավաճանության համար գնդակահարում է։ Դա նորմալ է եւ ամբողջ աշխարհի մոտ, այդ որ դուք ասում եք, ամբողջ կոալիցիան, որը 3 տարի աջակցում է Ուկրաինային, իր մոտ հարց է առաջանում. ով ես դու Դոնալդ Տրամփ։ Եթե դու դավաճանես, ապա քեզ համապատասխան պետք է վերաբերվենք։ Եթե դու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ես, որը մի կողմ է դնում կոալիցիայի շահերը եւ Ուկրաինայի շահերը, եւ ասում ես, որ Ուկրաինան է հարձակվել Ռուսաստանի վրա, եւ ասում ես, որ Ուկրաինան պետք է հողը տար, եւ ասում ես, որ բան, ապա քեզ Զելենսկին, որ ընդհանրապես ասում է դու սխալվում ես, հաշվի օրհնում է, որովհետև քեզ էլ, հորդ էլ, մորդ էլ բոլորը պետք է հիշեն եւ հիշում են իրականում։ Ասենք Տրամփի շրջապատի, դուք նայեք իր նախկին ադմինիստրացիայի հայտարարությունները,
Բոլտոնի, Պենսի, մարդիկ ասում են սա ով է։ Ինչ վերաբերվում է իր այն բանին, մինիմին, որը որ կոչվում է փող նախագահ, իր այդ ելևէջները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Ցավոք այդ մարդու կարծիքը հետաքրքրում է երևի թե միայն ՔՊ-ին, որը ինչ որ կերպ կազմակերպել է։ Երկրորդ մարդն է Թրամփից հետո։ Ոչ, երկրորդ մարդը չի ամենակարևորն է։ Երկրորդ մարդը չի, ինքը Ամերիկայում բավականին ոչ մեկը, Տրամփի թվում էլ է ոչ մեկ։ Մի խոսքով դուք որպեսի Չէ, ես ասեմ այնտեղ Զելենսկի Թրամփ այս բացի դրանից ես ինչ եմ ուզում ասեմ, Զելենսկին չի բան արել։ Զելենսկին ասել է ին վարկանիշ, չէ, տեղն է դրել, բայց շատ հանգիստ, շատ կոռեկտ։ Ինքը ասել է, որ չէ, ին վարկանիշը 57% է եւ եթե դուք ինձ ուզում եք փոխեք, իսկ դա ուզում է Պուտինը, իսկ կրկնում է Տրամփ։ Հասկանում եք, Զելենսկու տեսանկյունից Տրամփը դավաճան է, ասեցի։ Ինքը սեպարատ պայմանավորվածություն ունի, բացի նրանից որ սեպարատ պայմանավորվածություն, ինքը կրկնում է ռուսական նարատիվ, ասում է եկեք ընտրություններ անենք։ Արի սաղ ունեցվածքը տուր ինձ։ Ես քեզ գարանտիա չեմ տա։ Իսկ ինչ վերաբերվում է բանին, ապա ես ասեմ, ամեն մի Տրամփի հարձակումը բերում է Զելենսկու վարկանիշի բարձրացում, շատ հանգ մինչև 52% էր դարավ 57։ Իսկ բուն Տրամփի վարկանիշը գնալով գահավիժում է։ Որտեվ Տրամփի մոտ չգիտեմ ոնց է ստացվում, նույն Պուտինի խնդիրն է։ Հիմա նայում են, պարզվում է, որ ձուն Ամերիկայում խնդրեմ է։ Ոնց որ եւ Ռուսաստանում։ Այսինքն ընդհանումներ, ասում են, չգիտեմ, դե խնդրեմը նրանում է, որ երբ որ դու լինելով բան ոչ մեկ տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական միակ ձեռքբերումը տենա, որ բանա դու կոչում ես Gulf of Mexico-ն կոչում ես Gulf of America, այսինքն Ամերիկայի բան, իսկ երբ որ Associated Press-ը հրաժարվում է դա նշել, որտեղ Associated Press-ը աշխատում է նաև Մեքսիկայում, Բելիզում, Նիկարագուայում, Վենեսուելայում, Կոլումբիայում եւ բոլոր մնացած երկրներում այդ տարածաշրջանի դա կոչվում է Gulf of Mexico։ Դա չի կոչվում Gulf of America։ Դու չես կարող լինելով ընդամենը մի հատ Տրամփ որոշես, այդ իր հիմար ձևակերպումները, our beautiful ocean, our beautiful country, մանկապարտեզի Զարմիկս երկրորդ խմբում է տենց բաներ չի ասում։ Մեքսիկայի նախագահը իդեպ ասել է Google-ին դատի է տալու, որ Իհարկե։ Google-ը այդպեսի ձևակերպում է տալիս ամերիկացիներին։ Ես ես ասեմ, օրինակ նույն Մասկի ընկերությունը ահռելի կորուստներ ունի Եվրոպայում, որովհետև Մասկի այդ բաները, այդ որ դուք ասում եք, այդ ինչ էր, հա փոխնախագահան, որ եկել ինչ որ տենց դուրս էր տվել Մունխենյան կոնֆերանսում, իրան թույլ էր տվել եվրոպացիքին սովորացնել ժողովրդավարությունով։ Հասկանում եք, կա լուրջ խնդրեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների վերնախավը ցավոք սրտի սկսել է մոռանալ, որ իրանք Եվրոպայի վերնախավի ածանցյալն են։ Հիմա փաստում ենք, փաստորեն այդ ինչ տեղի ունեցավ, Մյունխենից սկսած տեղի ունեցավ, ես մեկ շաբաթն է, Սպուտնիկը Ռուսաստանը ասում է, ահա ՆԱՏՕ-ի դաշինքը այլևս ամուր չէ, Financial Times-ն էլ ասում է G7-ն էլ է պառակտվում այդ Ուկրաինայի պատճառով, խոսքը գնում է նրա մասին, որ Միացյալ Նահանգները հետ է կանգնում ռուսական ագրեսիա ձևակերպումից, հիշում ենք, այո, եւ հիշում ենք, որ Թրամփը ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադարձնի G7, այնտեղ ասել էին, այդքան միանշանակ չի, մենք այդքան։ Եվ այսպես, Ռուսաստանը արձանագրում է, որ ՆԱՏՕ-ն է պառակտվում, G7-ն է պառակտվում։ ՆԱՏՕ-ն չի պառակտվում, մեծ հավանականությամբ այնտեղ խնդիրը ՆԱՏՕ-ի տենց հեշտ չի, այնտեղ կոնգրեսի բանի, որը G7-ը կարա լինի, բայց ՆԱՏՕ-ն կոնգրեսի սենատի որոշումը եւ նույնիսկ հանրապետականները դա թույլ չեն տա։ Բացի դրանից, այստեղ խոսքը գնում է ոչ թե ՆԱՏՕ-ի պառակտման, այլ ալտերնատիվ զուգահեռ կառույցի ստեղծման, որտեղ կլինեն բոլորը բացի Տրամփից։ Այն էլ երկար չի տևի, մինչև Տրամփի բանը փոխվի, կադենցիան վերջանա, կամ եթե Տրամփիստները շարունակեն ունենալ իշխանության, կտևի այնքան, մինչև Տրամփիստները կլինեն իշխանության։ Ինչ վերաբերվում է G7-ին, այո, G7-ի ձևակերպումների մեջ ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների ագրեսիա բառը պետքա չլինի, որովհետև Տրամփը դա չի ուզում, որովհետև Տրամփը բավականաչափ լավ չի տիրապետում իրավիճակին եւ իրան թվում է, որ ինքը Պուտինի հետ կարա պայմանավորվի կամ
ինքը 87-ից մինչև 2006 թիվ այդ ընթացքում, որ եղել է Ռուսաստանում, Իրանն հենց է պահել, որ ասենք, չգիտեմ, Լուբյանկայի վրա մի հարկ ամբողջությամբ իր կամպրոմատն է, իր ու մասկի։ Դրա համար ասենք իրեն կարան կուրատորները զանգեն, ասեն, չգիտեմ, դե հիմա մի ոտի վրա կանգնի ու էշի պես զռա, ու ինքը մի ոտի վրա կանգնի ու էշի պես կզռա։ Կանխատեսումը լավ չի անել այս դեպքում, բայց ինչ եք մտածում, ինչ զարգացում, որ ուղղությամբ են գնալու զարգացումը։ Զարգացումները հետևալն են, դե մեծ հավանականությամբ Պաքս Ամերիկանան վերջացել է, այսինքն Ամերիկայի առաջնորդությունը որպես առաջատար երկիր, ինքը կդադարի։ Ինքը դեռևս շատ կարևոր դեր է խաղում Ուկրաինային, օրինակ զենքզինամթերք տալու բան, հա, սենց, բայց ինքը շատ կարևոր տնտեսությունն է, թիվ 1 տնտեսությունն է եւ այլն, բայց ինքը թիվ 1 տնտեսությունն է, եթե դուք նայում եք Եվրոպան պառակտված։ Եթե դուք նայում եք Ամերիկա, հետո առանձին նայում եք Գերմանիա, Ֆրանսիա, իսկ եթե դուք վերցնում եք Ամերիկա եւ Եվրոպա, ոչ թե Եվրամիություն, այլ Եվրոպա, այսինքն պլյուս Նորվեգիա, պլյուս Շվեյցարիա, դուք տեսնում եք, որ Ամերիկան առաջինը չի։ Իսկ հաշվի առնելով, որ ինքը նեղացրել է նաև Կանադային եւ Մեքսիկային, իսկ Կանադայի երկրորդ գործընկերը դա Եվրոպան է, ապա ստեղ ստացվում է շատ հետաքրքիր պատկեր, որ Տրամպը այդ տնտեսական պատերազմը պարտվել է նույնիսկ չսկսված, որովհետեւ իր պատժամիջոցները պողպատի եւ ալումինի առաջինը խփում են Կանադային։ Այսինքն ամենամեծ գործընկերը պողպատի եւ ալումինի բանի դա Կանադան է։ Եթե դու հարվածում ես Կանադային, դու դե ֆակտո կորցնում ես քո ամենահարմար գործընկերոջը քո մայրցամաքի վրա։ Ընդ որում դա բան չի էլի, ասենք Պերու չի, Պարագվայ չի։ Դա Կանադա է, ֆրանկոֆոնիայի անդամ, British Commonwealth, այսինքն պաշտոնապես կներեք սահմանադրությամբ Կանադայի ղեկավարը Չարլզ III-ն է, այսինքն Մեծ Բրիտանիայի թագավորը։ Սենց նյուանս կա։ Դու ամբողջ արևմտյան աշխարհի հետ ուզում ես կռիվ տաս, որ ինչ, նու չգիտեմ։ Իր տնտեսական ծրագիր, հիմա այն ինչ որ Տրամպը անում է, կան գնահատականներ, որ ինքը 2025 ծրագիրն է ուզում իրականացնել, որպեսզի զավթի ամերիկյան պետությունը։ Ինչ է անում Մասկը, բոլորին պարզ է, Մասկը ուզում է թռնի Մարս։ Իրան հենց հիմա շատ արագ, շատ ռեսուրս է պետք ու փող։ Ուրեմն մարդը, որ ասենք օրեկան Ամերիկայի բյուջեից ստանում է $8 միլիոն, ընկած Ամերիկայի թոշակառուներից փորձում է ամսական $200 գողանա։ Այսինքն ստեղ հասկանում եք, օրը 8 միլիոն ինքը ստանում է բյուջեից, բայց ընկած ասում է եկեք կրճատենք։ Ու ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, արի քեզ կրճատենք, տղա ջան։ Այսինքն արի քեզ կրճատենք, որովհետև իրականում քո ծրագրերը ոչ մեկին պետք չեն։ Ընդհանրապես ոչ Մարս գնալը, ոչ այդ SpaceX-ի բանը, ալտերնատիվներ կան էլ։ Եկեք համաձայնենք այնուամենայնիվ այս թեման որպեսի կարողանանք ամփոփել, որ այս ամեն ինչ որքան էլ մեզ համար հասկանալի է, թե հասկանալի չէ, այս ամենի արդյունքում պարզ է լինելու Գազայի հատվածում ինչ է տեղի ունենալու պաղեստինցիների հետ, Իսրայել-Իրան, որովհետև Իրանը այսպես կազմ պատրաստ է պատերազմի, ասում է, այո, դեռ հարց է տալիս ինչ է կարծում պատերազմ է լինելու, թե խաղաղ բանակցություններ են լինելու, որտեղ այժմ անընդհատ Թրամփի վարչակազմը այդ ելույթներում այդ քննարկումները, այսինքն շատ կարևոր է այդ տեղ ինչ է տեղի ունենում բոլոր հանգույցների համար, բոլոր տարածաշրջանների համար, կարևոր է շարունակում ենք հետևել։ Եթե դեմ չեք հայ-ադրբեջանական թեմաներին անդրադառնանք, հիշում ենք, որ Քոչարյանը ասուլիս տվեց, հիմնական այսպես մի երկու թեզ եմ դուրս բերել, որ Ռուսաստանը ուժեղանում է, ասաց Քոչարյանը, ասաց, որ Հայաստանն է մեղավոր, առաջինը մենք ենք ուրեմն դավաճանել Ռուսաստանին եւ Եվրամիություն գնալը դա անհեռատես է։ Մոտավորապես, եթե ճիշտ այդ բլոկը իր խոսույթների առանձնացրեցի դա էր։ Հիմա
նորությունը հետևյալն է։ Սեյրան Օհանյանն է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Եռաբլուրում 3 ելույթ ունեցել, այսպես հարց-պատասխան լրագրողներին ավելի շուտ, ոչ թե ելույթ, եւ ասել է հետևյալը, որ Երևանը պետք է պնդի վերադարձ եռակողմ փաստաթղթին։ Ինչու՞։ Ես մի հատ մեջ բերեմ եւ փորձենք հասկանալ։ Եռակողմ փաստաթուղթը որն է կներեք։ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը 2020 թվականի։ Հա։ Նոյեմբերի 9-ը։ Okay, հասկացա։ Որպեսզի տեսնենք սա նոր ռազմավարություն է, սա ինչ է Քոչարյանը։ Դա էր ասում հիմա Սեյրան Օհանյանը։ Ինչ է ասում նա։ 20 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը միակ փաստաթուղթն է, որի հիման վրա կարելի է պայմաններ ստեղծել ղարաբաղցիների հայրենիք վերադառնալու համար։ Այս հայտարարությունից 3-ից 4 կետերը երբեք չեն իրականացվել։ Եվ եթե այսօր Ադրբեջանը իրականում պահանջում է Հայաստանից արտատարածքային միջանցք, ապա ոչ թե պետք է չտալ, ոչ թե պետք է ինչ-որ ուրիշ բան անել, այլ Երևանը պետք է պնդի վերադարձ այդ փաստաթղթին։ Եկեք փորձենք հասկանալ ինչ ուղղություն է առաջարկվում։ Բան չկա։ Ես երկուսին էլ ասում, ռազմական դրության ժամանակ երկուսին էլ կարելի էր գնդակը արել, այդ որովհետև իրանք հիմա կատարում են ռուսական պատվեր։ Տրամպի գալու հետ կապված, ինչի մասին մենք բազմիցս խոսացել ենք։ Բոլոր այդ բաների մեռած եւ զրոյական վարկանիշով գարշահոտ հանող քաղաքական դիակների բանը ակտիվանում է։ Նրանց մոտ տենց ոնց որ հոսանք է տալի։ Ինչը ասում Քոչարյանը ոչ մեկին չի հետաքրքրում։ Քոչարյանի բացասական վարկանիշը շատ վատ։ Եվ Քոչարյանը քաղաքական գործիչ չի։ Քոչարյանը քրեականորեն հետապնդող անձնավորություն մեծ հաշվով։ Ինք բան չի։ Ինչ վերաբերվում է Սեյրեն կոնսերվի բանկա Օհանյանին, որը որ փորձում է իրան դնել քաղաքական գործիչի տեղ, ինքը ընդհանրապես շատ վատ գեներալ է, Վաշտի հրամանատար է, որը տենց բարկա աստուց թաքուն տեղը մնացել է ու տենց զավույս լգուլետ աստղեր է ստացել, որտեղ իր վերջի գործողությունը, որի համար ինքը կարար ինչ որ կոչում ստանալ, եղել էր առաջի պատերազմում։ Դրանից հետո ինքը մենակ կոնսերվի բանկա կախել դիրքերի վրա ու լափել, ասենց ոչ մի իրավունք չունի գեներալ լինել։ Ինք ուղղակի Վաշտի հրամանատար է գեներալի պագոններով։ Մտածելակերպն էլ ատեղ մնացել։ Հիմա ես լրջորեն չեմ պատրաստվում քննարկել կամ մեկնաբանել Սեյրան Օհանյանին, որտեվ իր քաղաքական մտքի բանը այլ կերպ ասած դուք ասում եք այն պահանջը, որը Ռուսաստանը բազմիցս անգամ պահանջում է Հայաստանից այդ 9-րդ կետի իմ բառերը մեկնաբանենք, ու հետո ձեզ կմեղադրեմ։ Ես ես ասել եմ, վաղուց եմ ասել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքը փաստաթուղթ չի։ Ինքը անձեռոցիկ է, օգտագործված։ Ինքը ոչ մեկին չի հետաքրքրում։ Ինքը չունի իրավական ուժ։ Ինքը 3 հոգու Zoom-ով, Skype-ով խոսացածի պայմանավորվածությունը ֆիզիկապես այդ փաստաթղթի ստորագրությունները եղել են հետո ամենաառաջի օրվանից ես ասում եմ որ դա փաստաթուղթ չի դա 3 հոգու պայմանավորվածություն է որը 3 երկրում ոչ մի իրավական ուժ չունի վերջակետ ոչ Ադրբեջանը ոչ Ռուսաստանը երբևիցե չեն պատրաստվել դա իրականացնել հենց այն պատճառով որ ոչ մի երկիր որը գոնե ձև է տալին, ու իսկ իրանք ձև են տալի, որ օրենքի երկիր են, հա, չես կարա եղբայր, եթե չի մտե իրանց, չգիտեմ, պարլամենտ, եթե չի ռատիֆիկացվե, եթե չի ստորագրվել համապատասխան դատ, չգիտեմ, սահմանադրական դատարանը ինչ անդեղ պահանջում, Ռուսաստանում սենատ, բան, այդ չի եղել այդ, եղբայր, ոնց կար այդ փաստաթուղթը հիմք լինի ինչ-որ մի բանի։ Սեյրան Օհանյանը նստած շալվարն է մաշում ազգային ժողովում, այսքան տարիների ընթացքում, չգիտի որ Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաթուղթը, այդ իր կոտրած ձեռքով ինքը պետք է քվեարկի, հետո գնա որ նախագահան ստորագրի, հլարանքում է մի հատ ինքնասահմանադրական դատարան այդ միջազգային փաստաթուղթը, ոնց կարելի է լինել ազգային ժողովի падգամավոր ու խոսել նման հիմար բաներ։ Այսինքն դա Հայաստանի համար ոչ մի ուժ չունեցող փաստաթուղթ է։ Այդ ոնց որ ասենք, չգիտեմ, ես Հովհաննիսյանը Արմենը ու Չիբուխչյանը նստենք բան պայմանավորենք, ստորագրենք, հետո գանք ասենք, գիտեք ինչ կա, Տիկին Գայանե, դուք սա պետք է կատարեք։ Չեք ասի,
տղեկ ջան, մենք հավաքեք դες գնացեք ստեղից։ Շնորհակալ եմ, հաջորդ թեման սահմանադրության փոփոխության մասին անդադ խոսում է նախ վարչապետը եւ վերջերս էլ 2 օր առաջ նորից նա հիշեցրեց, որ պետք է սահմանադրություն փոխվի, մեղադրանքներ եղան, որ նա Ալիևի ցանկությունները եւ պահանջներն է կատարում, պատասխան եղավ, որ ոչ, մենք դեռ 2020 թվականից էինք սկսած այդ մասին խոսում, այսպիսի խոսակցություններ են, դուք էլ հրաշալի տեղյակ եք, պարզապես նա որպես նախաբան ներկայացնեմ, բայց այսպես հարց կա, սա արդյոք կառավարման մոդելը փոխվելու է նոր սահմանադրության մեջ, եւ եթե չի փոխվելու կառավարման մոդելը, ապա ի՞նչն է փոխվելու, ի՞նչն է նպատակը, խիստ անհրաժեշտությունը սահմանադրության փոփոխության հանրակրվեի միջոցով։ Ես մեծ հաշվով հասանելի աղբյուրները դա արդարադատության նախարարինները, որ ասեց լրագրողը 3 անգամ լրագրողները հարց տվեցին, ասեց, որ ոչ, մոդելը չի փոխվում։ Մոդելը չի փոխվում։ Բացի դրանից, ինքը բաց ասեց, որ մենք տեքստը պետք է պատրաստենք մինչև 26 թիվ։ Այսինքն խոսքը չի գնում նրա մասին, որ նրանք պատրաստվում են դնել քվեարկության հանրաքվե սարքել։ Ես ենթադրում եմ, որ այս ամենը ունի մեկ նպատակ, մեկ չէ, բայց ամենագլխավոր նպատակը 26 թվականի ընտրություններին Նիկոլին տալ հնարավորություն ինչ-որ մի բանի մասին խոսա։ Այսինքն էս իրա, որ ես գաղափարական բաներ եմ խոսում, հասկանում եք, ես բազմիցս ասել եմ, որ երկրի վարչապետը, երկրի, որը, չգիտեմ, ենթակառուցվածքային խնդիրներ ունի, տնտեսական խնդիրներ ունի, ռազմաքաղաքական խնդիրներ ունի, միջազգային սեպա ունենք իրականացնելու, հապկից ունենք դուրս գալու, այս ամեն ինչը ունենք։ Ասենք ոնց կարա վարչապետը ժամանակ գտնի ստրիմանի տիկնոջ հետ կամ դուրս գա գաղափարական բաներից խոսա։ Պարապես մնաց է։ Ասենք գաղափարական բաներից պետքա խոսի քո ֆրակցիան ազգային ժողովում, դու դրա համար ֆրակցիա ունես։ Դու գործադիր իշխանություն ես։ Գործադիրը գաղափարախոսությունով չի զբաղվում։ Գաղափարախոսությունով զբաղվում է օրենսգիրը, որը գաղափարախոսությունը պետք է մշակած ունենա, կներեք նոր ազգային ժողով, որովհետև դու գաղափարախոսությունը գոնե ինչ-որ ժամկետի վրա պետք է դնես, չի լինում, որ քո գաղափարախոսությունը 3 տարի մեկ կարա փոխվի։ Գաղափարախոսությունը հետենա, ինչի վրա դու դնում ես երկարաժամկետ ծրագիր, հասկանում եմ իրենց համար երկարաժամկետը 3 տարին առավելագույնը, բայց ունես չի էլի, որ գործադիր իշխանության ղեկավարը պետք է զբաղվի գաղափարախոսություն։ Դրա համար էլ գաղափարախոսությունը դա վեբ բաների մասին է։ Դու պետք է ժամանակ չունենաս այս բաների մասին։ Այսինքն ոչ թե պետք է չունենաս, դու չունես իրականում։ Եթե դու դրանով զբաղվել ես, ուրեմն դու թերացել ես ուրիշ տեղ։ Եվ ես կարամ ասեմ, որ դա տնտեսություն, օրինակ, IT ընկերությունների թիվը 3 տարում Հայաստանում կրճատվել է իրականում 22-ից 24, կրճատվել է 11-ից դարել է 6, 11,000-ից դարձել է 6։ Անցած տարվա ընթացքում IT ոլորտում աշխատող անձանց թիվը կրճատվել է 2000-ով։ Եվ այս պահին կազմում է 46,7, 46,8 հոգի։ Այսինքն կառավարության ղեկավարը, որի եկամի փոխվարչապետ, զբաղվում է թվայնացմամբ, մի հատ բան ունի, մխարար ունի այնտեղ, որը պետք է IT ոլորտով զբաղվի, որը չգիտես ինչի Դուբայում է ինչ-որ բաներով էմիրության հետ դիեզերական հարցեր են քննարկում, բայց իր պատասխանատու ոլորտը տապալվում է այստեղ։ Այ կոնկրետ հարց, ասենք ոնց եղավ, որ տենց եղավ։ Նայում եք տնտեսական աճը, մատների արանքով ոչ մեկ չխոսած դրա մասին։ Այն օրը, որ բոլորը պետք է խոսային, ինքը ասեց, ես ունեմ նոր գաղափարախոսություն, այսուհետև հեծանիվը 3-ականի է լինելու։ Եկեք նոր սահմանադրությունից խոսանք։ Չէ, արի չխոսանք։ Արի խոսանք ոնց եղավ, որ տնտեսական աճը 4.6 է, 5.2 է։ 12-ից իջավ 4.6։ Նորմալ երկրի իրան հարգող վարչապետը չէր սափրվի, կգար կնստեր կասեր ժողովուրդ կներեք, չի ստացվեց, գնացի ես, հաջողություն։ Կամ գոնե 2-3 նախարարի սենց ականջից կհաներ, կասեր իրանք են մեղավոր, որ տնտեսական աճ են գելա, կամ փոխվարչապետին, որը պետք է թվայնացումով զբաղվի, դրա փոխարեն վերցնում է, դնում է հայկական ընկերությունները, տանում է Ռոստելեկոմի տակ։ Կամ ասենք թույլ է տալի, որ Yandex-ը Հայաստանում զորանա, չնայած Ռուսաստանը հայտարարում է, որ Yandex-ը իր FSB-ի բանն է։
Հասկանում եք, sense նյուանսներ կան, որ վարչապետը պետք է այս բաներով զբաղվի։ Տղա ջան, դարել է տնտեսական աճը 2 անգամ իր 2 ցավել անգամ կրճատվել է։ Զբաղվում է փաստորեն ստացվում է այնպես ոչ թե նրանով ինչով պետք է զբաղվի, այլ զբաղվում է նրանով ինչ իրեն մոտ գուցե ստացվում է, ինքը ենթադրում է որ դա է իրեն մոտ ստացվում։ Միգուցե, ես ինքը հայտարարեց թե ինչ գրքեր է կարդում, մի տեսակ մոտը շոկ առաջացավ։ Նախ զարմացա, էլի զարմացա, որ ինքը գիրք ունի կարդալու, երկրորդ ուզում եմ հասկանալ, որ իր Նելսոն Մանդելայի մասին գիրքը է, իր սիրած գիրքն է։ Այս վերջի 6 տարին ինչ է անում։ Վանկերով է կարդում։ Ոնց կարելի է մի հատ գիրքը 6 տարի սիրել։ Ասենք ինչքան սահմանափակ մարդ լինես, որ մի հատ գիրքը 6 տարվա մեջ ասես, որ դու Նելսոն Մանդելան ես։ Տղա ջան, եթե Նելսոն Մանդելան ես, արի տանենք քեզ 20 տարի նստացնենք։ Հա, կլինի 20 տարի բերդում նստի, այնքան ժամանակ կունենաս գաղափարախոսության, գիրք կարդալու, ստրիմա, դու ինչ թույլ կտանք ստրիմ անես։ Ազատ երկիր է, չէ՞, մենք քո բան չենք, քո գաղափարական պապա Պուտինը չենք, որ տանենք Նավալնի սարքենք քեզ։ Կամերա կտանք, սող կբերենք, վեճինա կարած դվածıq։ Ասաքսան, այսպեսի մի բան, ուրեմն ձեր Telegram ալիքն է ուսումնասիրում, դե միշտ եթերից առաջ նայում եմ, տեսնում եմ ինչի վրա եք ուշադրություն դարձնում, ինչ եք անում, եւ այսպեսի մի գրառում տեսա, ոչ ձեր գրառումը, այլ ձեզ ուղղված գրառումը։ Հա, չաթում։ Իդեպ, այո, ձեզ հաճախ են հարցերով դիմում։ Այս հարցը անպայման ուզեցի բերել, չգիտեմ, տեսել եք, չեք տեսել, իմ աշխատանքի բերումով եմ ես այսպես զբոսնել ձեր Telegram ալիքի տիրույթում եւ այնուամենայնիվ ես որոշեցի այս հարցը բերեմ եթեր, քանի որ ձեր այն մարդը ով կարդում է ձեզ եւ ձեզ հարց է ուղղել, ես ուզեցի հարգել այդ պահը։ Եվ այսպես հարց է տալիս, որ մի հատիկ հարց տամ, Կարձագանքեք ձեր հաջորդ էֆիրում եւ հարցն է գալիս հետեւյալը. Հավատում եք, որ մենք երբևէ կունենանք մեր երազած իշխանությունը, եթե ոչ, ինչու, եթե այո, ոնց։ Ուրեմն, հավատում եք, որ մենք երբևէ կունենանք մեր երազած իշխանությունը, եթե ոչ, ապա ինչու։ Շատ հետաքրքիր բան է։ Հավատը դա կատեգորիան չէ, ոչ մի հավատում վստահ։ Այսինքն հավատի հարց չէ։ Զունենք ես սրտանց հավատում եմ, որ ես վերջերս ասում եմ ինչ-որ մի հատ աստերոիդ կա, որը 35 թվականին պիտի գա մոլորակի կողքով անցնի, հավատում եմ, որ կանցնի, ոչ թե կխփի։ Ասենք դրան հավատում եմ, որովհետև ինչ-որ տենց հաշվարկների մեջ հավատում եմ, որ սխալ են արել։ Ուղղակի էմոցիա են ստեղծում, հա։ Իսկ նրան թվում կունենան կարողություն, ոչ թե հավատում, վստահ եմ, որ կունենան։ Ուրեմն, եթե ոչը չաշխատեց։ Հա։ Հիմա, եթե այո, ոնց։ Նախ եւ առաջ հիմա կասի գովազդան։ Չէ, բայց նախ եւ առաջ չվախելով։ Այսինքն որոշում կայացնել, ամեն մեկը իր տեղում որոշումը կայացնել, իր որոշման համար պատասխանատվություն կրել։ Երբ որ տանը հեշտ է, չէ, տանը իրականում բոլորը դա անում են։ Դու որոշումը կայացնես, դու այդ որոշումը պատասխանատվությունը կրում ես։ Մի քիչ որ մակարդակը բարձրանում է, այստեղ սկսվում են խնդիրներ։ Որտեւ այդ որոշումը, թե արդյոք ես կարող եմ այս որոշումը կայացնել ուրիշների համար, հեշտ է, որ բանաս մենք բոլորը ասենք 3 միլիոն Նապոլեոն են, բոլորը տենց կայսր է իրանց։ Բայց երբ որ գալիս են ասում, դու պատրաստ ես պատասխանատվություն կրել, այդը վախ է միանում անվստահությունից։ Անվստահությունը լուծվում է երկու ճանապարհով՝ գիտելիքով եւ կամ թիմային խաղով։ Ուրիշ տարբերակ չկա։ Եկեք Փաշինյանի վրա փորձենք պրոյեկտել։ Նա վերցրեց պատասխանատվությունը, նա ասեց ինձ ընտրեք վարչապետ։ Այսինքն նա մտածեց, որ կվերցնի։ Այ, էտել եմ ձեր եթերում ասել, չէ։ Մարտով, տեսեք։ 3 բան կա, որ ինքը արեց։ Ինքը ասեց վարչապետը դու ես, վարչապետը դու ես, վարչապետը դու ես։ Ինքը գցեց ժողովրդի ջեբը։ Ինքը ասեց ուզում եք ես դառնամ վարչապետ։ Աստին, հա, սկսեցին գոռալ, բայց դա ռեպրեզենտատիվ չի, հա, ես որպես սոցիոլոգ եմ ասում, այդ ոնց որ բան կար, տենց կատակ կար, ասում է, Մաքսիմ ամսագրի ընթերցողների կարծիքով,
Մաքսիմ ամսագիրը աշխարհի ամենալավ ամսագիրն է, որովհետև դու քո մոտ միտինգի ընթացքում հավաքվել են մարդիկ, ովքեր քեզ համակրում են, նշի որ քո միտինգին գալիս են մարդիկ, ովքեր ուզում են բան քեզ տեսնեն, ոնց ես դու տապալվում որպես քաղաքական գործիչ, հետեւաբար դու ասես ուզում եք դառնաք, հա, դե որ թողել են դե կանգնես, չեն շվացնում, երբ որ դու խոսում ես, դու կուզում ես, դեմ չեն առնվազն։ Իսկ հետո ինքը ասեց վարչապետը դու ես, վարչապետը դու ես, վարչապետը դու ես, սա մեկ, երկրորդ ինքը շատ երկար ասում էր, որ ինքը պատասխանատու է, բայց մեղավոր չի։ Իսկ դա տենց չի լինում։ Եվ երրորդը պատերազմական դրությունում, երբ որ դու հրաման ես տալի, իսկ այդ հրամանը տեսնում ես, որ չի կատարվում, 20 րոպե հետո դու վերցնում ես քո գլոկը 17, գնում ես ու բոլորի ներկայությամբ քեզ չենթարկված զինվորականին գլխից թողում ես, որտեվ եթե դու տվել ես հրաման, այդ հրամանը չեն կատարել, եթե ասում ես վերկաց կանգնի, ինքը չի կանգնում, պետք է բացատրություն ուզես, եթե ինքը չի կարողանում բացատրել, պետք է գլխից թողես, ռազմական պատերազմի կանոնը դա է, ոչ մեկ իրավունք չունի գլխավոր գեղագույն հրամանատարին չենթարկվի, եթե ինքը տենց իշխուր բան չի անում։ Հիմա հետ գանք այդ ոնց նկատի ունեին երևի թե այնուամենայնիվ այդ իշխանափոխությունը, չէ, հիմա այդ հաջորդ կողմից դիտարկենք, Համանդրական։ Ահա, ինչպես կարող է լինել իշխանափոխություն։ Բացառապես ընտրությունների միջոցով։ Մի տարի հետո մեզ մոտ, եթե ամեն ինչ նորմալ լինի եւ ոչ մի ուրիշ ցնցումներ չլինեն, մեզ մոտ ընտրություններ կլինեն, ճիշտ է։ Ոնց եք պատկերացնում, ինչպես պետք է նախապատրաստվի յուրաքանչյուր մարդ։ Նախորդ ընտրություններին մարդիկ գնում էին, ասում են, չգիտես, տեսնում ես ցուցակը, մեծ ցուցակ է, չգիտես ում տաս ձայնը։ Այ շատ շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, ահագին ժամանակ շատ բավական։ Մեր ցավը հետ խորհրդային երկրներում են, որ մարդիկ գնում են ընտրելու ինչ-որ մեկին, բայց իրականում մարդիկ պետք է հասկանան, թե իրանք ինչ են ուզում։ Այսինքն, ինչ է պետք անել մինչև ընտրությունները, յուրաքանչյուրը իր տեղում, յուրաքանչյուրը իր տանը, իր համար, իր շրջապատում պետք է հասկանա ինքը ինչ է ուզում։ Այսինքն, ըստ դրա ընտրի են մարդուն, ում ինքը ձայն է տալի։ Եթե ինքը ուզում է ստրուկի պես ապրի, ինքը հանգիստ կարա ձայն տա ցանկացած ռուսամետի։ Եթե ինքը ուզում է խաչմերուկի մեջտեղը ավելանի, որ թուրքական ֆուրերը գնան գանց տեղով, ինքը կարա ընտրի ԿՊ-ին։ Եթե ինքը ուզում է արժանապատիվ կյանքով ապրի, ինքը կարա ընտրի արևմտյան ուժերին։ Ինքն հիշտ է, հասկանում եք, չարն ու բարին տեղերով չի փոխվում։ Երբ որ դու հասկանում ես, դու ինչ ես ուզում, շատ հեշտ է հասկանալ, թե ինչ պահանջ պետք է ներկայացնես։ Ամենադժվարը լինելու է այն պահին, երբ որ դու գիտես դու ինչ ես ուզում, այնպես չի որ բան ու բուսնում են բաների պես, այսպես կոչված քաղաքական սպոյլերներ, այդտեղ մենք կօգնենք հասկանանք, որը որն է։ Բարձ ասենք քողարկված, հա, ասենք ուժեր, քաղաքական ուժեր, որոնք կարող է մտցնեն ուժ, որը խոսա պատրիոտիզմից, Հայաստանից, երկրից, բանից, sense Փաշինյանը կարա ուժեր մտցնի այն ուժ ճամբար, որոնք որ տենց ասենք, չգիտեմ, ինչ որ խոսան նենց, բայց իրանք վերջում պետք է սպոյլերություն անեն, ձայն տանեն, խաղան բան։ Այդտեղ արդեն, երբ որ դու գիտես ինչ ես ուզում, քո մոտ կոպիտ ասած 33%-ն է դաշտի պայմանական, հա, այս սեգմենտում ես դու ես ուզում։ Հիմա ստեղ պետք է գաս ասես, օրինակ մեր համար կրիտիկական միշտ ասել եմ։ 3 հարց կա, որին ցանկացած քաղաքական գործիչ պետք է պատասխանի։ Չէ, ով է սեղեդում ինչև հեղափոխությունը թողում ենք մի կողմ։ Ղրիմը ումն է, Պուտինն է, ինչ է եւ ուր պետք է գնա ռուսական նավը։ Ցանկացած պարագայում այս 3 հարցի պատասխանը պետք է լինի։ Հատուկ եմ ասում, հենց Ղրիմի մասով, ինչու, որովհետեւ Արցախը շատ ցավոտ է, էմոցիոնալ է։ Ու չես կարող Արցախի վրա բանան, ինքը էմոցիոնալ թեմա է։ Իսկ Ղրիմի հարցը շատ կարևոր է, որովհետև եթե դու կամուկացի մեջ ես, եթե բանի պես ասեք
Ղրիմը բուտերբրոդ չի չեն կարա հիմա բան, դե ես իմ դե ոնց որ ուկրաինացիներինն է, բայց ոնց որ դե ռուսներն են, այդ կմկմոց, բան, դրանք միանգամից մաքրվում գնում են։ Պուտինը ինչ է հարցի պատասխանը ռազմական հանցագործ, չգիտեմ այնտեղ։ Հիմա Թրամփը կոտրում է այդ ամեն ինչը։ Կներեք, բայց Թրամփը հիշեցնեմ այդ ռուսական ագրեսիա ձևակերպումը չընդունեց Միացյալ Նահանգները։ Մի բան ասեմ։ Ասեք։ Նախ շնորհակալություն։ Ես որ երրորդ տարին է այդտեղ ամեն ուրբաթ նստած խոսում ենք, չէ՞։ Որ իմ երկրի ձեռքը կոտրած վարչապետին մտքիցս եկած ասում եմ Թրամփը ում շումն է որ չասեմ 1000 ներողություն մի տեսակ թքած ունեմ թե Թրամփը ինչա մտածում եթե ես համարում եմ որ Պուտինը ռազմական հանցագործ է անձամբ Թրամփը իր սաղ մագայով գաստեղ կանգնի Պուտինը իմ համար կմնա հանցագործ եթե նույնիսկ Թրամփը ասի որ Պուտինը իր պապան է կամ Քրիստոսի նկարի տեղը Պուտինին խաչի վրեն աղոթի։ Իմ համար Թրամփը հեղինակություն։ Դա ձեր անձնականն է։ Հիմա նորից փորձեմ ընդհանրացնել, հիմա հենց այդտենց յուրաքանչյուրի անձնականում դա պետք է լինի, որ գոյություն ունի մի իրավիճակ, որտեղ որ ինչ ասեմ, չգիտեմ, Տոլքին կարդացեք։ Հա, այդ բան մատանիների տիրակալ Թրամփը ասում է, որ խոբիտները մեղավոր են, որովհետև բան են արել, Սաուրոնի մատանին տարել են։ Ես գիտեմ, որ Պուտինը ինձ ծախել է թուրքերին, Ուկրաինայի հողը վեր չնայած ինքը գարանտն է եղել։ Ինքը ոչ միայն է հարձակվել, ոնց որ Հայաստանին է ծախել, տենց էլ Ուկրաինային, այնտեղ է Բուդապեշտի մեմորանդում կա, որ ինքը երաշխավորն էր, որ Ուկրաինայի վրա ոչ մեկ չի հարձակվել։ Այնպես որ շատ հեշտ է այդ Շատ հեշտ է, չարն ու բարին տեղերով չեն փոխվում։ Մեծ պառակտում եք տեսնում Եվրամիություն, Եվրոպա, Միացյալ Նահանգներ։ Ընդհանրապես պառակտում չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, ես այս վերջի մեկ շաբաթը հիմնականում ես տենց բան չեմ անում, չեմ խորանում առանձին երկրների քաղաքական, բայց բան ենք արել, ոնց որ տենց կիսել ենք, ես ու Արմենը նայում ենք, հա, Օնեսյան Արմենի մասն է, դա Չիբուխչյանն է միշտ է մեջը նստած, տենց որ պետք է ալնում, իր հետ ենք խոսում։ Ես տեսնում եմ ամերիկյան էլիտաների տրամադրությունը նաև ընդ որում հանրապետական իրանք ասում են ընտրել եք ընդ որում այդ բանով դե կերեք բգների տակ կանգնելու, այսենց կանգնած են հիմա հանգիստ։ Դատական գործերով կասեցնում են ինչ որ շատ խայտարակություն է, մնացած թողում են, որ Թրամփին ընտրած մարդը իր սեփական գրպանի, ստամոքսի, բոլոր մնացած հնարավոր բաներով պատժվի, որովհետև Թրամփը օլիգարխատի ներկայացուցիչ է, իսկ իրան ընտրած ռեդնեկը, այսինքն կիսագրագետ Քյասիբ մարդով մտածում է, որ միգրանտն է իր պրոբլեմը, չէ, իր պրոբլեմը միգրանտը չի, իր պրոբլեմը այն է, որ ինքը այնքան ապուշ է, որ չի սովորել։ Հիմա էլ Հայաստանի, ասենք, մեր հայրենակիցները ցավոք սրտի, որոնք գնացել են, ասենց կարող են նստել եւ նայել, ասենք, իրանք ինչքան գումար են հատկացնում, որպեսզի իրանք երեխաները գնան լավագույն ամերիկյան համալսարաններում սովորեն։ Լինի դա Ստենֆորդը, լինի դա Հարվարդը, լինի դա Յելը, լինի դա Տավտի դպրոցը, լինի դա Columbia University, լինի դա Մասաչուսեթսը, կամ Շիկագո University, բայց լավագույն բուհերում, այսինքն դու պետք է ամեն ինչ անես, եթե դու ուզում ես նորմալ ապրես, եթե չէ, դու կմնաս Թրամփի էլեկտորատ։ Վրաստան վերջում էլ այս Վրաստանին անդրադառնանք, Վրաստանի վարչակազմը ասում է տեսակ, մեզ ասում էին գնացքը գնում է, հասցնենք նստել, տեսակ ինչ ճիշտ էր որ մենք չնստեցինք եւ չգնացինք։ Միշտ հետաքրքրում են այն մարդկանց տիպը, որոնք իրանք вообще կունստկամերայի էկզեմպլար են։ Այս Խոսքը գնում է եվրոպական գնացքի մասին եւ ռուսական գնացքի։ Եվրոպական գնացքը Վրաստանի համար գնացել է։ It's okay։ Ինչ վերաբերվում է իրանց sense հրճվանքին, մեկ իրանց, մեկ Պուտինի բան։ Այն օրը կարծում եմ ուշ բան արեցի հումորային, ինչ որ Պերմում գրած է, որ ասենք Պերմում մի մարդու կանգնացրել են եւ բան են արել, տուգանել են նրա համար, որ մեքենայի վրա գրած էր Տրամփ չմա։ Որպես վարկաբեկում։
արտասան դու մեն ասա Ռուսաստան բանում շո ադմինիստրատիվ կոդեքսում տես բանկնես ոդված կա առաջ տես բան չկար չէ հիմա բայց անում են հարցը որն է իրանք այնց արագ են ուրախանում այս հրճվանքը այս տրամպիստների տարբեր տեսակի բաների որ ինձ մոտ առաջանում է հարց իսկ իրանք իրոք են ուրախանում թե ուղղակի վախից է այս հիստերիկան որովհետև ընդհանրապես փաստ չի որ Պուտինի համար լավ կլինի որովհետև սա նույնիսկ բանակցությունները չէին սա նույնիսկ բան չէ այն որ Տրամպը Զելենսկուն չի սիրում եւ Պուտինի համար հարմար բառեր ասում կամ օրինակ բան չէ նրանից G7-ը կասի Պուտինը ագրեսոր է թե չի ասի ոչ կարենի կարծիքը կփոխվի ոչ եվրոպացիների то նույնիսկ ամերիկացիների որոնք 50 քանի տոկոսը թե 60%-ը ուզում է որպեսզի Ուկրաինայի բանը շարունակվի դրանից ոչ մեկի կարծիքը չի փոխվում Մեկ հեռախոսազանգ այնուամենայնիվ կհասցնենք 2 րոպե ունենք այո բարև ձեզ լսում ենք ձեզ Ալո բարև ձեզ Տիկին Արաքելյան բարև ձեզ Կարեն Սարգսյան քիչ ժամանակ եմ մնացել նախ մի դիտարկում ավելացնեմ Թրամփի հետ կապված մեր ռուսամետները միջոքերվել են այս վերջին զարգացումներից նրանց պետք է հիշեցնել որ Ուկրաինայի թիկունքում եթե նույնիսկ ամերիկան շոկրի կանգնած է Եվրոպան ոչ թե Թուրքիան այլ Եվրոպան եւ Եվրոպան ավելի շատ օգնություն է տվել Ուկրաինային քան Ամերիկայի միացյալները բայց ես ցանկանում եմ կապել Թրամփի իմ հարցս կապել Թրամփի եւ այս համարության հետ կապված տեսեք 2 տարի հետո Ամերիկայում լինելու են ընտրություններ եւ այդ բոլոր ձեր ասած դուժողները էլեկտորատները դրանք երևի կքերակեն հանրապետականների դեմ ինչ է կարծում Հայաստան ես միշտ իմիջիայլոց կողմ եմ եղել Հայաստանի համայնությունը ամերիկյան հիմա վրա կարող է օգնել Հայաստանին գոնե հետեւյալ դրույթը որ ամեն ընտրություններ ամեն 2 տարի լինեն եւ պատկերացրեք այդ դեպքում հավանաբար հնարավոր կլինի Փաշինյանի բավական այդ վնասակար արարքները կանգնեցնել դա կարող է օգնել կամ անհրաժեշտ լինել Հայաստանի համար շնորհակալություն Շնորհակալություն ամերիկյան մոդելը շատ սպეციფիկ է եւ նմանատիպ բան ընտրությունները 2 տարին մեկ անցկացնել այնտեղ պայմանավորված է շատ պարզ պատճառով 600 հոգի է կոնգրես ասենք նենց չի որ դու 600 հոգի մեջ մարդիկ կան որոնք փոխվում են Հայաստանում մենք 100 հոգանոց ազգային ժողով է եւ նենց չի որ իրենք տենց Մի խոսքով այդ մոդելը Չէ, մոդելը ամերիկյան մոդելը սպეციფիկ է Ամերիկայի համար, քանի որ այնտեղ այդ ամենը պայմանավորված է ի սկզբանե կոնֆեդերատիվ, հետո ֆեդերատիվ, բայց ասենք շատ որպեսի խնդիր չառաջանա, բավականին բաներ փոխել են, բազմաշերտ է այնտեղ բացի նրանից որ կա կոնգրես, սենատ, այնտեղ ամեն մի նահանգը ունի իր կոնգրեսը, սենատը, այսինքն լուրջ այնտեղ բան է, չէ՞ Պարզապես Միացյալ Նահանգներում զսպող մեխանիզմներ կան բացի այդ ընտրությունների մեխանիզմներից Այնտեղ զսպող մեխանիզմը դատական համակարգն է Այո, դատական համակարգը Օրենսդրականը մի փոքր բանով Տեսեք, հիմա մեր մոտ դատական համակարգը որպեսզի զսպող լինի դա կապ չունի որ մոդելը կվերցնես Այդտեղ պետք է լինի գիտակցություն այն մարդկանց ովքեր զբաղեցնում են պաշտոնները Օրինակ ասենք ի սկզբանե իմանալով որ օրինակ գործը եթե գնաց եվրոպական մարդու իրավունքների դատարան Հայաստանի Հանրապետությունը պարտվելու է կամ դու պարտվելու ես գլխից պետքա գործը չվերցնես օրինակ եթե դու տեսնում ես որ այսինչ հարցում կա օրինակ նախադեպ գործը վերցնելուց առաջ այդ օգնականները քեզ դրա համար են տված բացես նախադեպները նայես եթե տեսնես որ 50% հավանականություն կա որ այդ գործը դու պարտվելու ես չվերցնես գործը Եվ մյուս կողմից, եթե դու տեսնում ես, որտեվ քաղաքացիների համար մի բան է, հա, իսկ ինչով է հզոր ամերիկյան համակարգը, Տրամպի որոշումները կասեցվում են դատավորների կողմից։ Դատավորները, որոնք նայում են ասում են, գիտես ինչ կա, այս իհարկե դու գործադիր իշխանություն ես, իհարկե ստորագրել ես, բայց մենք ունենք սահմանադրություն եւ օրենքներ։ Տղա ջան, ապրես, բայց չի համապատասխանում։ Դրա համար Չէ, ամենահայտնին այդ բանն էր Ռեյգանի ժամանակ նշանակված դատավորը, որը նույնիսկ չէր թողել Տրամպի կողմից նշանակված պրոսեկյուտորը խոսա նրա մասին,
Այն երկրորդ նախադասությունից հետո ասել է տղա ջան, դու ոնց որ երկիրը շփոթել ես, գնային երկիր, որտեղ այդ բաները կարաս խոսած, չէ, չի համապատասխանում Սամանլյանը, շնորհակալություն, ստեսություն։ Այսինքն դու լսում ես, դու հասկանում ես, որ դատավոր է, մեծություն է, ու հա, իր խոսքը վերջնական է։ Իսկ մեր մոտ ասենք 2 տարին մեկ մի հատ դատավորի մեղադրում են նրանով, որ ինչ-որ մի հերթական օլիգարխի կամ ասենք, չգիտեմ, ինչ-որ մեկի բարեկամի համար գործ անում, ջոշ, սենց փոքր, մանր բաների մեջ են էլի։ Դատավորը չի հասկանում, որ ինքը մեծություն է։ Դե հույս ունենանք, որ կհասունանանք եւ կստեղծենք այդ բոլոր այդ ամեն ինչը հա ուղղակի կարող է ուրիշ մարդկանց որոնք անհրաժեշտ են ուժեղ, հզոր, կայուն պետականություն ունենալու համար։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Հիշեցնեմ, որ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ էինք զրուցում, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։